Հիմա մենք շարունակենք այն, ինչ կիսա թողեցինք, որովհետև այն, ինչ ես ձեզ սովորեցնում եմ, այնքան կարևոր է։ Հիշեք, ինչ ես ասացի անցյալ երկուշաբթի։ Եթե դուք ուզում եք իմանալ ինչպիսին է Աստված, նայեք Հիսուսին։ Եթե դուք ուզում եք տեսնել Աստծո գործը, նայեք Հիսուսին։ Հիսուսը Աստծո կամքն է գործողության մեջ։ Ասեք դա։ Ասեք դա նորից։ Այո, նա Աստծո կամքն է գործողության մեջ։ Հիմա Աստծո խոսքը հստակ հռչակում է, որ Հիսուս Քրիստոսն Աստված է։ Նա է Եհովան։ Եթե ուզում եք տեսնել Աստծուն, նայեք Հիսուսին։ Հիմա ինչ արեց նա, ինչ արեց Հիսուսը։ Նա գնաց բարի անելով, բժշկելով սատանայից բոլոր հարստահարվածներին։ Այդ պատճառով Աստված բարի Աստված է։ Նա ման էր գալիս ինչ անելով, այո։ Սուրբ Գիրքն ասում է, ամեն բարի պարգև, ամեն կատարյալ պարգև գալիս է վերից է, Հորից է։ Այսինքն ամեն բարիք գալիս է Աստծուց։ Աստծո խոսքը շարունակելով հռչակում է, որ հիվանդության երկիր մտնելու պատճառը անկումն է։ Մարդու անկումը առաջացրեց մեղքը, մարդու անկումը առաջացրեց հիվանդությունը, մարդու անկումը առաջ բերեց դժբախտություններ, որոնք այսօր մենք ունենք։ Մի անվանեք դրանք Աստծո գործեր, դա այդպես չէ։ Որովհետև ամեն բարի պարգև, ամեն կատարյալ պարգև գալիս է Հորից, Աստծուց։ Ուրեմն դուք չեք կարող աղետն անվանել բարի, ինչու՞, որովհետև այն կործանում է։ Հիվանդությունը, որ փչացնում է քո մարմինը, բարի չէ։ Կարող է լինել նաև աղքատությունը կամ այն բոլոր դժբախտությունները, որ տեսնում եք ձեր շուրջը։ Հիմա ով է այդ չարի հեղինակը, Սատանան, որովհետև նա գայթակղեց կնոջը, նա է, որ մարդկությանը տվեց որոգայթ։ Դրա համար նա է չարի հեղինակը։ Աստված ամեն բարիքի հեղինակն է, Սատանան ամեն չարիքի հեղինակն է։ Աստծո խոսքը շատ պարզ ասում է նաև, ես արագ հիշեցնում եմ այն, ինչ ասացի անցյալ շաբաթ։ Աստծո խոսքը պարզ հռչակում է, որ Աստված ասաց Ադամին. ես տալիս եմ քեզ իշխանություն, ես քեզ տալիս եմ իշխանություն իմ ստեղծածի վրա։ Սա շատ կարևոր է, որ դուք հասկանաք, քանզի ես չեմ հիշում, արդյոք ասել եմ սա անցյալ շաբաթ։ Աստված Ադամին չտվեց երկիրը, նա տվեց նրան իշխանություն երկրի վրա։ Երկիրը պատկանում է Տիրոջը և նրա լիությունը նույնպես։ Այն պատկանում է Տիրոջը։ Նույն բանն է, որ մի տուն կառուցես ու թողնես, որ ինչ-որ մեկն ապրի այնտեղ։ Աստված ստեղծեց երկիրը և ասաց Ադամին. ապրիր այդտեղ։ Ես տալիս եմ քեզ իշխանություն, ոչ թե երկիրը, այլ իշխանություն երկրի վրա։ Դու ունես իշխանություն աշխարհի թագավորությունների վրա, դու իշխանություն ունես ծովի ձկների վրա, երկնքի թռչունների եւ այլն։ Ես տալիս եմ քեզ իշխանություն երկրի վրա։ Ուրեմն Աստված չտվեց նրան մոլորակը, Աստված տվեց նրան իշխանություն ղեկավարելու մոլորակը։ Հասկանալի է։ Ուրեմն, եթե ես ունեմ տուն, այն դեռ իմն է, բայց ես կարող եմ թողնել, որ մեկն ապրի իմ տանը, տալ նրան իշխանություն ղեկավարելու այդ տան մեջ, եւ վստահ լինեմ, որ նա մաքուր ու լավ կպահի իմ տունը, բայց այն նորից իմ տունն է։ Ուրեմն Աստված ասաց Ադամին. ես տալիս եմ քեզ երկիրը, ղեկավարիր այն, այն ինձ է պատկանում, ես քեզ չեմ տալիս երկիրը, այլ տալիս եմ իշխանություն երկրի վրա։ Հիմա Ադամը տվեց այդ իշխանությունը Սատանային։ Ահա թե ինչ եղավ։ Սատանան նորից ձեռք բերեց այն իշխանությունը, որը ուներ առաջ, որովհետև նա էր աշխարհին տիրողը։ Սուրբ Գիրքը մեզ ասում է այդ մասին Եսայա 14 և Եզեկիել 28 գլուխներում։ Ուրեմն նա նորից կանգնեցրեց իր իշխանությունը, և հիմա նա կոչվում է այս աշխարհի Աստված, օդի իշխան և ուժ։ Այս աշխարհի իշխանը Սատանան է։ Սատանային չի պատկանում երկիրը, այլ նա տիրում է դրան։ Սակայն այս մոտակա օրերում այս աշխարհի իշխանությունը կտրվի իր Տիրոջը և Տերը Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Այն, որ ես ուզում եմ ձեզ ասել։
Եվ բժիշկուկ, Տերը օրհնի նրան, բժիշկուկը մոտեցավ ինձ անցյալ շաբաթ ու ասաց, որ ինչ որ մի բան է պարզել իր մտքում, նա բժիշկ է, որն այստեղ է ուսուցումների ժամանակ։ Իմ ընկերը բժիշկը ասաց, որ հիմա հասկանում է տարբերությունը, որն առաջ չգիտեր, գուցե դուք նույնպես չգիտեիք։ Տարբերությունն այն է, որ մոլորակը երկիրը Տիրոջն է եւ նրա լիությունը նույնպես։ Դա ասում է Սաղմոսում, բայց այս երկրի իշխանությունը ով է ղեկավարում այս երկրում, ով է այս աշխարհի իշխանը։ Սատանան։ Ուրեմն նա է, որ ղեկավարում է այս երկրի թագավորություններում։ Բայց նա ասում է Հիսուսին, այս աշխարհի բոլոր թագավորություններն իմն են, եթե դու խոնարհվես իմ առջև, ես ետ կտամ դրանք քեզ ոչ, ետից գնա Սատանա։ Հայտնության գրքում ասում է, որ շուտով այս աշխարհի թագավորությունները նորից կդառնան մեր Տիրոջն ու նրա օծյալին։ Ամեն։ Բայց մենք դեռ չենք տեսել այդ օրը, չնայած որ գինը վճարված է, հաղթությունը մեկ է, բայց նա դեռ ետ չի վերցրել այն, ինչ պատկանում է իրեն։ Եվ այսօր երկիրը դեռ կառավարվում է, եւ երկրի համակարգը ղեկավարվում է Սատանայի կողմից։ Ուրեմն մի մեղադրեք Աստծուն այն բաների համար, որոնք կատարվում են աշխարհում, որովհետև Սատանան է ղեկավարում, ուրեմն ինքն է պատասխանատու ամեն աղետների, ողբերգության, աղքատության եւ նման շատ բաների համար։ Հիմա Աստված բարի Աստված է, ասեք դա։ Ուրեմն բժշկությունը, որ գալիս է Տիրոջից, որովհետև նայեք, եթե Աստծո կամքը չլիներ բժշկությունը, նա չէր բժշկի ոչ ոքի։ Նա որ խոստացել է իր խոսքում եւ մենք դա շարունակ տեսնում ենք իր խոսքում։ Հիմա մենք շատ ենք խոսել այդ մասին անցյալ շաբաթ եւ ես չեմ ուզում կրկնել ամեն փոքր բան, որ ասել եմ, բայց կարծում եմ, որ շատ կարեւոր է հասկանալ, որ բժշկությունը Աստծո նախասահմանումն է եւ բժշկությունը նրա փրկագնման մի մասն է։ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ մահանալու քո մեղքերի համար, այն մեղքի, որն առաջացավ մարդու ընկնելուց, եւ այն մեղքի, որն առաջացավ, երբ կինը գայթակղվեց մեղքի հեղինակից, Սատանայից։ Որտեղից եկավ մեղքը, այն եկավ Արուսյակի սրտից։ Որտեղից եկավ մեղքը։ Ասեք դե։ Խոսեք ինձ հետ։ Դու կատարյալ էիր քո ճանապարհներումը, ասում է Եզեկիել 28-ում, մինչև որ քեզանում անօրենություն գտնվեցավ։ Դա այն է, ինչ ասում է Եզեկիել 28-ը։ Դու կատարյալ էիր քո ճանապարհումը, Արուսյակ, մինչև որ մեղք գտնվեցավ քեզանում։ Ուրեմն որտեղից եկավ մեղքը։ Այն եկավ հրեշտակի սրտից։ Այն չեկավ, երբ Ադամը երկրում էր, այն եկավ զորավոր հրեշտակի սրտից։ Ուրեմն եթե ուզում եք իմանալ, թե որտեղից եկավ մեղքը, այն չեկավ մարդուց, չեկավ Աստծուց, չեկավ երկնքից, նույնիսկ չեկավ աշխարհից, այն եկավ հրեշտակի սրտից։ Դա էր, որ ծնեց մեղքը։ Հիմա այդ մեղքը առաջացրեց հիվանդություն մարդկության համար։ Այն պահին, երբ Եվան կերավ պտուղը եւ դարձավ մեղավոր, ինչու նա դարձավ մեղավոր։ Որովհետև նա արդեն մեղքի իշխանի հնազանդության տակ էր։ Մեղքի իշխանը Սատանան է, որ կոչված էր Արուսյակ։ Եվան դարձավ նրա սեփականությունը։ Նա պատկանում էր Դևին, նա կառավարվում էր Դևից։ Նա այլևս Աստծո իշխանության տակ չէր։ Հիմա նրա տերը Սատանան էր։ Հիմա նա դարձավ մեղավոր, որովհետև նա հետևեց մեղքի հեղինակին։ Նրա ամուսինը, որը մատնվեց խաբկանքին եւ որը չհնազանդվեց Աստծուն եւ շփոթեց Տիրոջը, ահա թե ինչ եղավ, նրանք խառնեցին տերերին։ Եվ նա դարձավ մեղավոր մարդ։ Եվ դրա արդյունքում հիմա համայն մարդկությունը գտնվում է այդ ղեկավարի տրամադրության տակ։ Բոլորն են ծնվում մեղքով։
Սաղմոս 51-ում ասում է. «Մեղքով հղացավ ինձ իմ մայրը», գրել է Դավիթը։ Ինչու՞, որովհետև հիմա ամեն մարդկային էակ հետևում է մեր հայր Ադամի քայլերին։ Հիսուս Քրիստոսը երկրորդ Ադամը գալիս է աշխարհ եւ ապրում կատարյալ կյանք։ Հիմա հարց. Արկա են երկու տարբերակներ։ Կարող էր Հիսուս Քրիստոսը մեղանչել։ Առաջին խմբի տարբերակն է ոչ։ Եվ երկրորդ խումբն ասում է այո։ Եվ այսպես, ես նրանց հետ եմ համամիտ, ովքեր ասում են այո, որովհետև հակառակ դեպքում նրա փորձությունները սուտ կլինեին։ Ինչու պիտի Սուրբ Հոգին առաջնորդեր նրան փորձության մեջ, եթե հնարավոր չլիներ նրա մեղանչելը։ Հիմա այն մարդկանց հարցերին, որոնք հարցնում են, թե ինչու Քրիստոսը փորձության ենթարկվեց, ես պատասխանում եմ. նա փորձվեց, որ ապացուցեր, որ նա չէր կարող մեղանչել։ Նա փորձվեց, որ ցույց տար աշխարհին, որ իր մեղանչելը բացառվում էր։ Դա այն չէ, ինչ մեզ սովորեցնում է Աստվածաշունչը։ Աստվածաշունչն ասում է, նա փորձվեց ամեն կողմանե, դարձյալ առանց մեղքի։ Նա սովորեց հնազանդություն։ Նա սովորեց հնազանդություն։ Գիտեք, դուք պիտի մի բան հասկանաք Հիսուս Քրիստոսի մասին, եւ սա մի շատ զորավոր բանալի է։ Նա ավելի շատ մարդ էր, քան Աստված, եւ նա ավելի շատ Աստված էր, քան մարդ։ Նա կատարյալ Աստված է, կատարյալ մարդ համատեղ։ Ամբողջական Աստված, ամբողջական մարդ միասին։ Դուք հասկանում եք դա։ Հիսուսը կիսով Աստված չէր, կիսով մարդ։ Նա ամբողջական Աստված էր եւ ամբողջական մարդ մեկում։ Նա ավելի շատ մարդ էր, քան Աստված, եւ ավելի շատ Աստված էր, քան մարդ։ Նա Աստված էր մարմնի մեջ, երբ եկավ աշխարհ։ Եվ ամեն կողմանե փորձվեց, ինչպես եւ մենք։ Քանի որ մեր նմանությունը նրա հետ հաստատված է։ Հիմա եթե նա ի վիճակի չլիներ մեղանչելու, ուրեմն չէր ասվի, որ նա մերպես է։ Եվ նրա առաջ դրված գայթակղությունները կլինեին հատուկ մեր առաջ դրվածից տարբերվող։ Նա փորձվեց ինչպես մենք, դրա համար էլ նա նման էր մեզ մարդկային էակներից։ Նա այնպիսի մարդ էր, որ կարող էր լինել տկար, կարող էր զգալ միայնություն, կարող էր զգալ հոգնածություն, ձանձրույթ։ Երկնքի թռչուններն արագ սլանում են, բայց նրանք էլ են հանգստանում։ Նա հոգնում էր, նա կարիք ուներ քնելու, նա սով էր զգում, նա կատարյալ մարդ էր, կատարյալ Աստված։ Դա է սովորեցնում մեզ Աստվածաշունչը։ Ստուգեք ինձ Սուրբ գրքով, ստուգեք ինձ։ Եղեք լավ աշակերտներ, մի հավատացեք միայն իմ ասածին, ամեն։ Հիմա, Աստծո խոսքը շարունակում է ասել ինձ, որ այս հրաշալի Հիսուս Քրիստոսը անմեղ էր, կատարյալ, առանց մեղքի։ Իր կատարելությամբ նա հասավ հաղթանակի եւ դարձավ ինձ եւ քեզ փոխարինողը։ Դարձավ մեզ փոխարինողը։ Կատարյալ մարդ, որն ամենակարող Աստված էր մարմնի մեջ, դարձավ ինձ փոխարինողը։ Իմ վրայից վերցրեց իմ մեղքերը եւ քո մեղքերը, բայց այդ նույն Հիսուսը հիմա հաղթեց սատանայի մտադրությանը։ Այդ հրաշալի Հիսուսը քանդեց դևի գործերը, որովհետև դրա համար նա զոհաբերվեց, որ քանդեր սատանայի չար գործերը, ասում է առաջին Հովհաննես 3:8-ում։ Այդ նույն Հիսուսը եկավ բժշկելու հիվանդներին։ Երբ եք տեսել, որ սատանան բժշկի հիվանդներին։ Սատանան եկավ ինչ անելու։ Ինչ է ասում Հիսուսը։ Գողերը գալիս են ինչ անելու։ Գողանալու, սպանելու եւ ինչ։ Այո, նա սպանում էր մարդկանց հիվանդությամբ եւ նման բաներով փչացնում էր նրանց կյանքը։ Սատանան երբեք չներկայացավ որպես բժիշկ։
կոտրված սրտերի եւ կյանքերի։ Երբ եկավ Հիսուսը, ինչ արեց, նա բժշկեց։ Ինչու՞։ Նա Աստծո կամքն է գործողության մեջ։ Ինչպես կարող են մարդիկ ասել, որ Աստծո կամքը չէ բժշկությունը։ Երբ նրանք տեսնում են Հիսուսին բոլորին բժշկելիս, եթե Հիսուսը բժշկում էր եւ դա Աստծո կամքը չէր, ուրեմն նա հակառակ էր Աստծո կամքին։ Բժշկությունը, որ ներողամտության զույգն է, ներողամտությունն ու բժշկությունը երկվորյակներ են, ինչպես հիվանդությունն ու մեղքն են երկվորյակներ։ Հիշեք, նրանք մտերիմ կապեր ունեն։ Երբ տեսնում եք մեղք, պիտի տեսնեք նաև հիվանդություն։ Որտեղ տեսնում եք ներողամտություն, պիտի տեսնեք նաև բժշկություն։ Դրանք միշտ միասին են գալիս։ Այն պահին, երբ մեղքը մտավ մարդու սրտի մեջ, այդ պահից սկսեց ֆիզիկական մահվան ընթացքը։ Հիմա, հիշում եք, թե ինչ ասացի ձեզ, նայեք ինձ, խնդրում եմ, որովհետև ես գիտեմ, որ շատ արագ եմ խոսում եւ չեմ ուզում որևէ մեկը բաց թողնի սա։ Դուք այսօր մեղանչել եք։ Դե, դուք մեղանչել եք, մի մեղանչեք նորից ասելով ոչ, դուք մեղանչել եք այսօր։ Այո։ Հիմա ինչ եք անում։ Ներողություն ստանալու համար դուք խոստովանում եք այն, այդպես չէ։ Եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, նա հավատարիմ է եւ կների մեզ եւ կմաքրի մեզ բոլորիս, ասեք դա։ Ուրեմն եթե դուք մեղանչել եք այսօր, կարող եք նաեւ հիվանդանալ այսօր։ Դա շատ հեշտ է, որովհետեւ այս մարմինը դեռ կատարյալ չէ։ Մեղքը դեռ կարող է կպնել նրան։ Եվ հիվանդությունը նույնպես։ Դա շատ պարզ է։ Եթե երկար ժամանակ ցուրտ լինի, դուք կմրսեք։ Ոչ մի հրեշտակ չի կարող պաշտպանել ձեզ, որովհետև ձեր մարմինը մսից է։ Բայց այն, որ դուք հիվանդացաք, չի նշանակում, որ դուք մեղավոր եք։ Եվ եթե դուք մեղանչեցիք, դա չի նշանակում, որ դուք ծրագրել եք դա։ Տարբերությունը հավատացյալի եւ անհավատի միջև այն է, որ անհավատը պլանավորել է ստել, խաբել, ու սպանել եւ այլն։ Բայց հավատացյալի մեջ չկա այդ պլանավորումը։ Նրա մեջ չկա այն, որ ասի ես կգնամ ու կստեմ վաղը, որովհետև այդ սերմը հանված է նրա միջից։ Երբ մենք վերածնվում ենք, այլևս չենք կարող պլանավորած կամքով մեղանչել։ Բայց շատ անգամ մենք ընկնում ենք, մեղանչում ենք, որովհետև դեռ ապրում ենք այս փչացման ենթակա մարմնի մեջ։ Դուք դեռ լսում եք ինձ։ Ուրեմն, եթե մենք պնդում ենք, որ չենք մեղանչում, մենք հակասում ենք ինքներս մեզ։ Մենք ճշմարիտ չենք ասում, որովհետև բոլորն են մեղանչում, բոլորն են ընկնում։ Դե դուք գիտեք դա, բայց մեր փոխարեն վճարվեց։ Մենք լվացվեցինք գառան արյունով, եւ նա տվեց մեզ նոր ծնունդ մեր սրտերում։ Հիմա մեր սիրտը վերածնված է։ Երբ ես ասում եմ սիրտ, ես ի նկատի ունեմ հոգին։ Այդ հոգին հիմա վերածնված է։ Եվ այն պահին, երբ կատարվում է վերածնունդ քրիստոնյայի համար, անհնարին է դառնում կամավոր մտածված մեղանչելը։ Դա է մեզ սովորեցնում Աստվածաշունչը։ Եթե մենք կամավոր մեղանչում ենք, ասում է, որ այլևս տեղ չի մնում զղջալու։ Դա վախեցնող ճշմարտություն է, բայց դա Աստվածաշնչի մեջ է։ Ասում է, եթե մենք զղջումից, փրկության գիտությունից եւ խաչի արյունով մաքրվելուց հետո նորից մեղանչենք գիտակցաբար, այլևս զղջման տեղ չի մնա։ Անհնարին է, որ հավատացյալը մտածված կամավոր մեղանչելով հայհոյի Սուրբ Հոգում։ Դուք պիտի հստակ հասկանաք այն, ինչ ես ասացի։ Կամավոր մտածված, ասացեք դա, նորից ասեք։ Կարող է մեկն ասի, դե ինչ կլինի։ Ոչ, դա մտածված, ցանկացած գործողություն է։ Դա նշանակում է հստակ իմանալ, թե ինչ ես խոսելու կամ ինչ ես ծրագրել անելու, եւ ճիշտ գիտեք, թե ինչ է դա նշանակում։ Դա անհնարին է հավատացյալի համար անել դա։ Անհնարին է, որ ճշմարիտ քրիստոնյան հայոյի Սուրբ Հոգուն անհնարին է։ Ուրեմն դուք չեք կարող անվանել ձեզ վերածնված։ Դա անհնարին է։ Պողոս առաքյալն ասում է, որ ինքը հայոյեց տգիտությունից։ Նա ասում է, ես հայոյեցի անտեղյակ լինելով։
բայց դուք չեք կարող։ Եվ նա արեց դա նախքան իր փրկվելը, բայց դուք չեք կարող որպես քրիստոնյա, ոչ էլ կարող եք որպես վերածնված հավատացյալ մտածված պլանավորել գողություն, սուտ, խաբեություն եւ այլ բաներ, որն անում է աշխարհը։ Դուք ընկնում եք մեղքի մեջ, որովհետեւ դուք պարզապես տկար եք։ Հետո դուք ուղիղ ետ եք գնում խաչի եւ ասում Հիսուս ներիր ինձ։ Հիմա ուրեմն եթե մենք ընդունակ ենք մեղանչելու, ինչը մենք բոլորս անում ենք, որովհետեւ այս մարմինը կատարյալ չէ, այն դեռ միս է, մենք դեռ լիովին չենք ընդունել մեր փրկագնումը, գնված ինքնակառավարումը, ամենը ինչ մենք դեռ ունենք դա մի վճարված փոքրիկ գին է։ Դուք լսում եք, հասկացաք ինչ ասացի։ Այն ամենը ինչ մենք դեռ ունենք դա կանխավճար է։ Սուրբ Հոգին տրվել է մեզ որպես վճարված փոքրիկ գին։ Եվ ես կասեի, եթե այդ փոքրիկ վճարված գինն այսքան բարի է, պատկերացրեք ինչպիսին է լինելու լիիրավ փրկագնումը։ Եթե վճարված փոքրիկ գինն այսքան բարի է, ես դժվարանում եմ սպասելու նրան ինչ պիտի գա, բայց բանն այն է, որ այս մարմինը դեռ փչացման ենթակա է, դեռ միս է, այն դեռ չի փչացել, բայց շուտով կլինի այն։ Այդ պատճառով այն դեռ կարող է ընկնել եւ մեղանչել։ Այդ պատճառով այն դեռ կարող է հիվանդանալ։ Բայց ահա բարի լուրը, հավատացյալի համար առաջ է գալիս նախասահմանումը, ներողամտության եւ բժշկության համար։ Ուրեմն եթե մենք խոստովանենք, նա կմաքրի մեզ, նա կների մեզ, ինչու, որովհետեւ գոյություն ունի նախասահմանություն, մենք պաշտպանություն ունենք Հոր առաջ, Հիսուսը դեռ մեր քահանայապետն է, որ բարեխոսի մեր օգտին։ Մեղքը իշխանություն չի ունենա ձեր վրա։ Ասեք դա, մեղքը իշխանություն չի ունենա ձեր վրա, այդ պատճառով էլ մեղքը չի կարող կառավարել ձեր կյանքը։ Ահա այստեղ է հավասարակշռությունը։ Մեղքը այլևս չի կարող կառավարել ինձ ու ղեկավարել ինձ։ Մեղքը իմ տերը չի։ Ինչու, որովհետև ես վերածնված եմ։ Եթե մեղքը լիներ իմ տերը, ես կծրագրավորեի մտածված մեղանչել, բայց քանի որ ես մեղքի տիրապետության տակ չեմ, քանի որ մեղքն իմ տերը չէ, ես ազատ եմ, բայց այս մարմինը այն դեռ մսից է։ Ես դեռ մարդ եմ, ինչպես եւ դուք մարդկային էակներ, ուրեմն մենք կընկնենք, բայց նորից կկանգնենք, նորից կլվացվենք։ Նախասահմանում դա ամենամեծ լուրն է, որ ես ունեմ ձեզ համար։ Կա նախասահմանում ներողամտության համար եւ նախասահմանում բժշկության համար։ Դա պարզ է, ես պարզ եմ արտահայտվում, շատ լավ։ Հիմա, քանի դեռ հիվանդությունը կարող է բախվել մեր մարմնին, որովհետեւ մենք դեռ մարդ ենք, դեռ մարմնի մեջ ենք եւ այդ ընթացքը շարունակվելով օրեցօր մենք թուլանում եւ տկարանում ենք, չնայած որ մեր ներսի մարդը զորանում է, բայց այս դրսի մարդը մի կողմ ընկնում։ Եվ երբ դուք ավելի եք մեծանում, ավելի ու ավելի, մի սպասեք, որ այս մարմինը վազի այնպես, ինչպես 15 տարի առաջ։ Բայց բարի լուրն այն է, որ բժշկությունը դեռ արկա է։ Ասեք դա։ Ասեք, բժշկությունը արկա է, ինչպես եւ ներողամտությունն է արկա։ Ինչպիսի մեծ ճշմարտություն է սա։ Ինչու՞ չէ ամբողջ աշխարհը հավատում դրան, բայց նրանք չեն հավատում։ Նույնիսկ Քրիստոսի մարմինը չի հավատում դրան։ Ոմանք ասում են. ես ստացել եմ ներումը, բայց բժշկությունը ոչ։ Եվ ես այս խոսքի վրա կասեմ մի շատ հետաքրքիր կետ։ Բայց բժշկությունը արկա է։ Այն Աստծո փրկագնման ծրագրի մեջ է։ Մատթեոս 8-րդ գլուխ 16-ից 17-րդ խոսք։ Արդյոք դուք սովորում եք որևէ բան։ Եվ երբ որ իրիկուն եղավ, շատ դիվահարներ բերին նրա մոտ, եւ նա խոսքով հանեց ոգիները, եւ ամեն հիվանդներին բժշկեց։ Բժշկեց ում, ասեք դա։ Ուրեմն, եթե նա ներում է բոլորին, ուրեմն նույնպես բժշկում է բոլորին, ճիշտ է։ Նա ներեց բոլորին, մաքրեց բոլորի անարդարությունը, ճիշտ է։ Ուրեմն նա կբժշկի բոլորին, որ կատարվի Եսայայի մարգարեությամբ ասվածը, որ ասում է. նա մեր հիվանդությունները վեր առավ եւ մեր ցավերը կրեց։ Ահա այստեղ պարզ ասում է, որ մարմնի բժշկությունը Աստծո փրկություն ծրագրի մեջ է մտնում։
Մատթեոս 9:6 Բայց որ իմանաք, թե մարդի որդին իշխանություն ունի երկրից վրա մեղքեր թողելու, այն ժամանակ անդամալույցին ասեց. «Վեր կաց, քո մահիճը վեր առ եւ գնա քո տունը»։ Այստեղ մենք տեսնում ենք Հիսուսին ներելիս, բժշկելիս, ասացեք դա, նա ներում է եւ բժշկում, ասա դա նորից։ Գիտեք, ինչու եմ ես անընդհատ ասում, որ կրկնեք դա, որպեսզի այն մտնի ձեր սրտի մեջ, որպեսզի ձեր հոգում կառուցեմ հավատք խոսքով։ Հավատքը գալիս է լսելուց եւ լսելուց, մինչեւ որ դուք լսեք։ Դուք պիտի լսեք, ես պիտի խցկեմ այն ձեր մեջ, մինչեւ որ դուք ընդունեք այն։ Դուք պիտի ընդունեք դա, որովհետեւ դուք շատ եք լսել, որ նա ներում է, բայց բժշկելու համար համոզված չեմ։ Հիմա ժամանակն է ներելու եւ բժշկելու, ասա դա, նորից ասա դա, նորից։ Ասա դրանք երկվորյակ են, նորից ասա դա, երկվորյակ։ Մարդու մեջ կան երկու էություններ, մենք հոգու եւ մարմնի միասնություն ենք, հոգու եւ նյութականի, դուք նյութականի եւ հոգու միասնություն եք, հոգի եւ նյութականություն, դուք երկնքի եւ երկրի միասնություն եք, դուք երկու տեսակի բնույթ ունեք, փրկագնված ողորմությամբ, երկու էություններ շնորհքով փրկված։ Ուրեմն, երբ Դավիթը ստիպում է իր անձին օրհնելու Տիրոջը, նա ասում է. «Օրհնիր Տիրոջը, ով իմ անձս, եւ ամեն ինչ, որ կա իմ մեջ, օրհնիր նրա սուրբ անունը, օրհնիր Տիրոջը, ով իմ անձը, եւ նրա արած գործի համար, որ ներել է ձեր բոլոր անօրենությունները եւ բժշկում է ձեր բոլոր, նա ներում է ձեր անարդարությունները, որը ձեր սրտում է, եւ նա բժշկում է ձեր հիվանդությունը, որը ձեր մարմինների մեջ է»։ Մարմինը հիվանդանում է, հոգին մեղանչում է, մեղքը հոգում է, հիվանդությունը մարմնում։ Դուք ուզում եք իսկապես պարզել այն, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։ Մեղքը գոյություն ունի հոգում, հիվանդությունը գոյություն ունի մարմնում, եւ մենք փրկվեցինք երկուսից։ Եսայա մարգարեն մարգարյանում է, նա մարգարյանում է ապագայի համար, որ Աստծո ժողովուրդը կազատագրվի։ Նա ասում է դա 33:24 խոսքում, որն իրականացավ, երբ Քրիստոսն եկավ աշխարհ։ Եսայա 33:24-ը մի հրաշալի խոսք է, եւ նա ասում է, եւ այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես տկար եմ։ Այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, նրա անօրենությունները թողված է։ Դա իրականացավ, երբ Հիսուսը մուտք գործեց երկիր։ Ինչ արեց նա։ Ես նոր ցույց տվեցի դա Մատթեոս 9:6-ում, ցույց տվեցի Մատթեոս 8-ում։ Նա ներեց ու բժշկեց, ի կատար ածելով Եսայա մարգարե 33:24 խոսքը, եւ այնտեղի բնակիչը չի ասելու, թե ես հիվանդ եմ, այն ժողովուրդը, որ բնակվում է այնտեղ, նրա անօրենությունները թողված է։ Դա ճիշտ այն է, ինչ արեց Հիսուսը, ասեք հալելույա։ Ուրեմն Եսայա 33:24-ը իրականացավ, երբ Հիսուսը եկավ աշխարհ։ Նա բժշկեց հիվանդին ու ներեց, նա ներեց ու բժշկեց հիվանդին, նա արեց երկուսն էլ։ Ավետարանը քարոզելը եւ հիվանդներին բժշկելը համատեղ է։ Երբ Տերն անում էր դա, թույլ տվեք ինձ մեկ անգամ եւս ցույց տամ դա ձեզ։ Գնացեք Մատթեոս 4:23 կամ գրեք դա Մատթեոս 4:23։ Նայեք թե ինչ է ասում, եւ Հիսուսը ման էր գալիս բոլոր Գալիլեայումը, սովորեցնելով նրանց ժողովարաններումը եւ քարոզելով ինչը, արքայության ավետարանը։
Ինչ էր նա քարոզում։ Քարոզում էր ներում եւ փրկություն։ Եվ ժողովրդի մեջ եղած ամեն հիվանդություն եւ ամեն ցավ բժշկելով։ Ուրեմն ինչ էր անում Հիսուսը։ Նա ներում էր մարդկանց, քարոզում ավետարանը եւ բժշկում։ Ինչու՞ չէ նա այսօր անում դա։ Որովհետեւ դուք պիտի անեք դա։ Ես ասացի դուք պիտի անեք դա։ Հիմա նայեք, թե ինչ է ասում 24-րդ խոսքը։ Եվ նրա համբավը դուրս եկավ բոլոր Սիրիա եւ նրա մոտ բերին ամեն հիվանդներին, որ կերպ ցավերով ու տանջանքներով նեղվում էին եւ դիվահարներ ու լուսնոտներ եւ անդամալույսներ եւ նա նրանց բժշկեց։ Նա ինչ արեց։ Հիմա սպասեք այստեղ։ Եթե դա Աստծո կամքը չլիներ, նա չէր անի դա։ Աստծո կամքն է ներելը, իհարկե։ Աստծո կամքն է բժշկելը, իհարկե։ Հակառակ դեպքում Հիսուսը չէր բժշկի նրանց։ Սա այն բանավեճն է, որը ես լսել եմ բազմիցս։ Մարդիկ ասում են, այո, բժշկություն եղել է այն ժամանակ, բայց ոչ հիմա։ Հիմա մենք ունենք գիտելիք, միայն գիտելիք, գիտություն այդ մասին։ Ինչ գիտելիք։ Ասացեք ինձ, Աստված փոխել է իր միտքը։ Գիտեք, եթե Հիսուսը այսօր բժշկելու չլիներ, ուրեմն Աստված չլինի, մենք իր ժողովուրդը, մենք կբժշկվենք, ավելի ճիշտ կասվեր, մենք նրա ժողովուրդն ենք, բայց նրանց միջոցով կբժշկվենք։ Բայց նա ասում է մենք, նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Եթե նա բոլորին բժշկեց այն ժամ, նա բոլորին կբժշկի եւ հիմա։ Աստված չի փոխվել։ Ուրեմն ինչ է պատահել այս ժողովրդին։ Աստծո խոսքը շարունակվում է Մատթեոս 11-ում։ Դե, թերթեք այդտեղ։ Ես ուզում եմ, որ բոլորը դառնաք բժշկող ավետարիչներ։ Օ, թող մեկը բղավի, ես պատրաստ եմ։ Մատթեոս 11:5 խոսք։ Մատթեոս 11:5։ Կույրերը տեսնում են եւ կաղերը գնում են, բորոտները սրբվում են եւ խուլերը լսում են։ Մեռելները հարություն են առնում եւ աղքատներին ավետարան է քարոզում։ Ահա նորից տեսնում ենք երկուսը միասին։ Մենք տեսնում ենք բժշկություն եւ ներում։ Որովհետեւ Հովհաննես Մկրտիչը հենց նոր էր իր աշակերտներին ուղարկել հարցնելու Քրիստոսին. արդյոք հետևենք քեզ, թե հետևենք ուրիշին։ Այլ խոսքերով ասած, դու ես Եսայան։ Ինչ պատասխանեց նրան Հիսուսը։ Որն էր իր ապացույցը, որ ինքը Եսայայի մարգարեությունն էր։ Նա ասացեք Հովհաննեսին, որ հիվանդները բժշկվում են եւ աղքատներին ավետարան է քարոզում։ Ուրեմն հիվանդների բժշկությունը եւ մեղքերի ներումը նշաններ էին, որ նա էր Եսայայի մարգարեությունը։ Դուք լսեցիք, թե ինչ ասացի։ Ես նորից կասեմ դա։ Հիսուսն ասաց։ Ինչու չկարդանք դա, ահա այդ ամենը։ Խոսք 3, ահա այստեղ երկրորդ խոսքում տեսնում ենք, որ Հովհաննես Մկրտիչը 2 հոգի ուղարկեց հարցնելու։ Եվ նրան ասեց, դու ես այն, որ գալու էիր, թե ուրիշի սպասենք։ Դու ես Եսայի ասածը։ Հիսուսը պատասխան տվավ եւ նրանց ասեց. գնացեք եւ նորից Հովհաննեսին պատմեցեք։ Նորից նշանակում է, որ դուք արդեն տեսել եք դա մեկ անգամ։ Գնացեք եւ նորից Հովհաննեսին պատմեցեք, ինչ որ լսում եք եւ տեսնում եք։ Տեսեք, թե ինչ է կատարվում, կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուլերը լսում են, մահացածները կանգնում են։ Նրանք տեսնում էին, որ Հիսուսն անում էր այդ ամենը։ Եվ աղքատներին ավետարան էր քարոզում։ Դրա համար նա ասաց. սրանք են ապացույցները։ Սա ապացուցում է, որ ես Եսայայից եմ, որովհետև միայն Եսայայի ասածը կարող էր ներել եւ բժշկել։ Ահա այստեղ մի նշանավոր բան կա։ Գիտեք, որ հրեությունում բժշկությունը իրականություն էր, բայց ոչ ոք ի վիճակի չէր ներելու մյուսին։ Դրա համար էին նրանք ասում. ով է այդ մարդը, որ մեղքեր է ներում։ Հիշեք, որ հրեաների կյանքում բժշկությունն այնքան նորմալ էր, որ ոչխարած դրան մոտ Բեթհեսդա ավազանի մոտ բացարձակ հրաշքներ էին լինում, երբ հրեշտակն իջնում էր եւ մարդիկ գիտեին, որ եթե գնային այնտեղ կբժշկվեին։ Նրանք բժշկի կարիք չունեին, նրանք ուղղակի կգնային ավազանում լողալու։ Բժշկությունը եկավ Իսրայելի մեջ Մովսեսով։
Իրականում բժշկությունը գոյություն ուներ Մովսեսից առաջ, Աբրահամի ժամանակ, երբ նա աղոթեց Աբիմելեքի համար, բայց զարմանալին այն է, որ բժշկությունը հրեաների կյանքում նորմալ երևույթ էր։ Բժշկությունն ընդունված էր, որովհետև դա ուսուցանվում էր նրանց ժողովարաններում։ Բայց նրանց արգելված էր։ Եբրայեցիք արգելում էին ներելու որևէ մեկի մեղքերը։ Միայն Եսայայի մարգարեացածը կարող էր անել դա, ասում էին նրանք, եւ երբ եկավ Եսայայի ասածը, ինչ արեց, նա ներեց։ Եվ դրա համար էլ նրանք ասում էին, ով է այս մարդը, որ կարող է մեղքեր ներել։ Նրանք մարդ էին կոչում նրան։ Աստծո որդին զորություն ուներ այս աշխարհում ներելու մարդկանց, եւ դրանից հետո նա ասաց անդամալույցին. «Վեր կաց ու քայլիր»։ Նա ապացուցեց այն, ինչ մարգարեներն ասել էին իր մասին։ Նա ներեց ու բժշկեց, եւ դա էր, ինչ մարգարեներն ասում էին, որ նա կաներ։ Նա պիտի լիներ Եսայայի ասածը, եւ միայն Եսայայի ասածը իրավունք ու թույլտվություն ուներ բժշկելու եւ ներելու։ Ուրեմն, երբ մենք խոսում ենք Հիսուսի մասին որպես միայն ներող, մենք վերցնում ենք նրա վրայից Եսայայի մարգարեությունը։ Եթե մենք ասում ենք, որ նա միայն հոգիների փրկիչն է, ուրեմն ասում ենք, որ նա Եսայայի մարգարեացածը չի։ Կամ եթե ասում ենք, նա միայն բժշկում է, ուրեմն նա Եսայայից չէ։ Եսայան ասում էր, «Ո Աստված իմ»։ Ես օծություն եմ զգում սա ասելիս։ Եսայան ասում էր, եւ բոլոր մարգարեները մարգարեանում էին, որ նա կաներ երկուսն էլ։ Միայն այն մարդը, որ կաներ երկուսն էլ, նա կլիներ Եսայայից։ Ահա թե ինչու նա ասաց. «Գնացեք ու ասեք Հովհաննեսին, որ հիվանդները բժշկվում են եւ ավետարանը քարոզում է»։ Դրա համար էլ ես եմ Եսայայի մարգարեությունը։ Հալելույա։ Ուրեմն դուք ուզում եք նույնպես լինել Եսայայի ասածը, ուրեմն պիտի ապացուցեք, որ նա է բժշկողը եւ փրկողը։ Լիարժեք ավետարան։ Թույլ տվեք մեկ անգամ եւս լսեմ ամեն բառը։ Հիմա Հիսուսը միշտ ազատագրում էր երկուսից էլ՝ հիվանդությունից եւ մեղքից։ Մարկոս 2-րդ գլուխ, թեքեք դեպի Մարկոս 2։ Ես ձեզ տալիս եմ սուրբ գրային համար, որ դուք ինձ չհարցնեք։ Հիմա նա նորից մտավ քաղաքը, մի քանի օրից հետո եկավ քաղաք եւ նա տան մեջ էր։ Մարկոս 2-ի առաջին խոսքից։ Եվ լսվեցավ, թե տանն է, եւ շուտով շատ մարդիկ ժողովեցան, մինչեւ որ տեղ չկար, տեղ չկար նրանց ընդունելու համար, մինչեւ որ տեղ չկար եւ ոչ էլ դռան մոտ։ Նրանք չէին կարող նույնիսկ ներս մտնել։ Եվ նա խոսում էր նրանց Աստծո խոսքը եւ գալիս էին նրա մոտ եւ մի անդամալույց էին բերում 4 մարդով վեր առած։ Եվ երբ որ չկարողացան մոտենալ նրան ամբողի պատճառով, այն ժամանակ ծածկը քանդեցին, ուր էր Հիսուսը եւ ծակը բանալով իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույցը։ Հիսուսն էլ նրանց հավատքը տեսնելով ասեց անդամալույցին. «Որդյակ, թողված են քեզ քո մեղքերը»։ Միայն Եսայայի մարգարեությունը, միայն Եսայայի ասած մարդը կարող է ասել դա։ Հետո 6-րդ խոսքն ասում է. «Եվ դպիներից ոմանք այնտեղ նստած էին եւ իրանց սրտերում միտք էին անում, ինչու համար սա այսպես հայություններ է խոսում»։ Դա հայություն էր ասելը, քո մեղքերը ներված են, որովհետեւ միայն Աստված կարող է ասել դա, եւ ոչ մի մարդ իրավունք չունի զբաղեցնելու Աստծո տեղը։ Եթե մեկը համարձակվեր, դա հայություն էր, եւ նա կքարկոծվեր մինչեւ մահ։ Ով կարող էր ներել մեղքերը։ Միայն Աստված։ Դա այն էր, ինչին նրանք հավատում էին։ Եվ Հիսուսն իր հոգիի մեջ շուտով գիտած, թե իրենց սրտումն այսպես են միտք անում եւ ասաց նրանց. «Ինչու եք ձեր սրտերում այդ բաները մտածում։ Որն է հեշտ անդամալույցին ասելը. թողված են քեզ քո մեղքերը, կամ ասելը վեր կաց եւ քո մահիճն առուման եք։ Այլ կերպ ասած, հեշտ է ասել. ես ներում եմ քեզ, բայց իմացեք, որ ես զորություն ունեմ ներելու»։ Հիմա նա ասում է. «Վեր կաց», եւ մարդը վեր է կենում ու քայլում։ Մինչև որ ամենքը զարմանում էին եւ Աստծուն փառավորում, ասելով, թե երբեք այսպիսի բան չենք տեսել։
Ոչ մի մարդ երբևէ չէր համարձակվել անելու երկուսը։ Դա է նրանց ասածը։ Ինչու, որովհետև ոչ ոք չէր կարող լինել Եսայից։ Հակառակ դեպքում կսպանվեր։ Միայն Հիսուսը արեց դա։ Նա է Եսայայի մարգարեությունը։ Ինչպես ենք մենք համարձակվում հեռացնել նրանից այն, ինչ պատկանում է իրեն, ասելով, որ նա այլևս չի բժշկում։ Դուք ուզում եք ասել, որ նա այլևս Եսայից չէ։ Ինչ որ մեկը հասկանում է սա։ Հիմա մեղքերի թողությունը եւ հիվանդության բժշկությունը լրացնում են մեկը մյուսին։ Ես կասեմ մի բան, որն ուղղակի պիտի ասեմ։ Մեղքն ու հիվանդությունը այնքան համատեղ են, ինչպես հոգին ու մարմինը։ Հիշեք, որ ես ասացի, նրանք զույգ են։ Նրանք ավելի մոտ են, քան երկորյակներ։ Նրանք այնքան միաբան են, ինչպես շունչն ու մարմինը։ Ոչ թե շունչն ու հոգին, այլ շունչն ու մարմինը։ Հիմա ձեր մարմինը ձեր տունն է, ձեր շունչը ձեր անձնավորությունը։ Ձեր շունչն այն է, ինչ մտածում, զգում եւ ուզում եք։ Դա է շունչը, ինչ ես մտածում եմ, զգում եմ եւ ուզում։ Դա իմ շունչն է։ Շունչը դա բանականությունն է, կամքն ու էմոցիան։ Դա ձեր շունչն է։ Մտածեք, որ մեղքն ու հիվանդությունը այնքան համատեղ են, ինչպես շունչն ու մարմինը։ Հիմա երբ ինչ-որ մեկը ներված է, բայց ոչ բժշկված, նա չի ստացել փրկության ամբողջությունը։ Նա չի ստացել փրկագնման պտուղը։ Նա ուղղակի ներվել է։ Երբ նա բժշկվում է, այն ամբողջացած է։ Ամբողջացած։ Հիմա հիվանդությունը եւ մեղքը, ինչպես ասացի, անկման պատճառով են, եւ երկուսն էլ դևի գործն են։ Նա է երկուսի հեղինակը։ Հիսուսը եկավ քանդելու դևի գործերը, ճիշտ է։ Առաջի Հովհաննես 3:8։ Հիսուս Քրիստոսը ազատում է երկուսից, ինչու որ հասկացներ Աստծո կամքը։ Հիսուսը եկավ ազատագրելու երկուսից էլ, որովհետև երկուսի ազատագրումն էլ Աստծո կամքն էր։ Հիմա մի բան, որն իսկապես զարմանալի է։ Շատ անգամ Տերը սկզբում բժշկում է, որը ճանապարհ է բացում ներման, ինչպես դա Մատթեոս 11:5-ում էր։ Հիշեք, որ նա ասաց. հիվանդները բժշկվում են, խուլերը լսում են եւ այլն, եւ ավետարանը քարոզվում է։ Ուրեմն այստեղ Մատթեոս 11:5-ում տեսնում ենք, որ բժշկությունը պատրաստում է թողության։ Այնժամ, երբ այլ վայրերում նա միշտ նույնը չէր անում։ Կային տեղեր, երբ բժշկում էր, հետո ներում, կար տեղեր, որ ներում էր, հետո բժշկում, ինչպես Մատթեոս 9:6-ում, նա սկզբում ներեց, հետո բժշկեց։ Ինչու? Որովհետև դրանք միշտ միասին էին։ Եվ եթե ասեմ ձեզ առանց շփոթեցնելու, բժշկությունը կնքում է գործը։ Բժշկությունը նման է ասածին ամբողջացում։ Հիմա այս մոտակա օրերում մեր մարմինները կփրկվեն։ Կրկնեք իմ ետևից։ Իմ հոգին փրկված էր։ Իմ շունչը փրկվում է։ Իմ մարմինը կփրկվի։ Դա փրկագնման ընթացք է։ Ես փրկվեցի հոգով, երբ վերածնվեցի։ Ես նորոգվում եմ շնչով ամեն օր։ Իմ մարմինը դեռ փչանում է, այն դեռ հիվանդանում է, սխալվում է, ընկնում է եւ այս մոտակա օրերում այն ամբողջովին կփրկվի։ Բայց բժշկության նախասահմանումը
Եվ թողության նախասահմանումը դեռ առաջարկվում են ինձ, որ ես ներվեմ, երբ մեղանչում եմ, լվացվեմ արյունով, կանգնեմ ու նորից քայլեմ Քրիստոսի հետ։ Եվ ես բժշկվեմ, երբ հիվանդությունը կպնում է իմ մարմնին, օրինակ կոտրեմ ոսկորներս կամ ոլորվի ոտքս եւ այլն։ Բժշկությունը ապահովված է։ Եվ ահա մի բան այնքան հրաշալի, ամենաբարձր, երևի ամենամեծ բանը, որ ես կարող եմ ասել ձեզ, իսկապես շատ կարևոր մի բան։ Եվ դա Գործք առաքելոց 3-ում եւ 4-ում է։ Կթեքեիք այդտեղ, ես ցույց կտամ, որ Պետրոս առաքյալը Սուրբ Հոգու օծության ներքո մի հրաշալի բան հռչակեց։ Գործք 3-ի 16-րդ խոսք։ Եվ նրա անունի հավատքովը, սրան, որ տեսնում եք եւ ճանաչում եք, նրա անունը հաստատեց եւ նույն հավատքը, որ նրանով է, նա Քրիստոսն է, այս կատարյալ առողջությունը տվավ դրան, որը հիվանդն է, ձեր ամենի առաջին։ Ասացեք կատարյալ բժշկություն, նորից ասեք։ Դա բժշկությունն է, դա բժշկությունն է, որն ամբողջացած է։ Գործք 4, խոսք 10։ Թող հայտնի լինի ձեզ ամենիդ եւ բոլոր Իսրայելի ժողովրդիդ, որ Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունովը, որին դուք խաչեցիք եւ որին Աստված հարություն տվավ մեռելներից, նրանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է։ Նա կանգնած է առողջ Հիսուսի անունով։ Խոսք 12։ Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որովհետև ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքև, մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Հիսուսի անունը բժշկում է եւ փրկում։ Հիսուսի անունը բժշկում է եւ փրկում։ Ասեք դա։ Նորից ասեք։ Կրկնեք ինձնից հետո։ Այս խոսքը հռչակում է, որ Հիսուսի անունը բժշկում է եւ փրկում։ Հիմա դա է այն պատգամը, որ դուք պիտի քարոզեք, սկսված վաղվա օրվանից։ Մի սպասեք, մինչև Աստված ասի ձեզ գնա։ Նա արդեն ասել է գնա։ Հիսուսը բժշկում է եւ փրկում։ Այս ուսուցումը ես կավարտեմ այն ժամանակ, երբ ձեր մեջ պորտ կա այդ հավատքը։ Երբ ձեզ կտեսնեմ ասելիս այո եւ ոչ մի ավելի հարցեր։ Այժմ ես կիմանամ, որ հաջողություն ունեցա։ Նա բժշկում է եւ փրկում, նա փրկում է եւ բժշկում, բժշկել ու փրկել, փրկել ու բժշկել, ամեն ժամանակ։ Հիմա ուշադիր լսեք այն, ինչ կասեմ ձեզ։ Մեր փրկությունը չի ամբողջանա, մինչև մեր մարմինները չունենան կատարյալ փրկագնում։ Բաց արեք Հռոմեացիս 8-րդ գլուխ։ Հիմա չնայած, որ բժշկության նախասահմանությունը հասու է քեզ, բայց այս մարմինը կընկնի մեղքի մեջ եւ կընկնի հիվանդության մեջ, դրա համար մեր փրկությունը կունենա կատարյալ փրկագնում, կամ մեր փրկությունը կամբողջանա, երբ այս մարմինը ազատագրվի։ Հռոմեացիս 8, սա շատ կարևոր է։ Խոսք 22-23, որովհետև գիտենք, որ բոլոր ստեղծվածները մինչև հիմա միասին հառաչում են եւ ցավի մեջ են, եւ ոչ միայն նրանք, այլ ինքներս էլ, որ հոգու առաջին պտուղն ունենք։ Մենք էլ մեր անձերումը հառաչում ենք որդեգրությանն սպասելով, այսինքն մեր մարմնի ազատությանը։
Դա սքանչելի չէ։ Դրա համար մեր մարմինները մի օր կզգան ամբողջական փրկագնում։ Դուք սպասում եք այդ օրվան։ Ուրեմն նախասահմանումն այստեղ է իմ թողության համար եւ իմ բժշկության համար։ Բայց ես դեռ ընկնում եւ սխալվում եմ, որովհետեւ ես մարմին եմ։ Մոտակա օրերում այս փչացումը կդառնա ոչ փչացում, այս մահկանացում կդառնա ոչ մահկանացու։ Այժմ իմ փրկագնումը կամբողջանա։ Դուք լսեցիք դա, բայց մինչ այդ ժամը մենք դեռ պիտի խնդրենք, դեռ պիտի ստանանք թողություն ու բժշկություն։ Եթե մենք չխոստովանենք մեր մեղքերը, մենք չենք ներվի։ Եթե մենք չընդունենք մեր բժշկությունը, մենք չենք բժշկվի։ Եվ սա է բանալին։ Չունեք, որովհետև չեք խնդրում։ Եթե դուք չխնդրեք թողություն, ես հավաստիացնում եմ ձեզ, Աստված չի ների ձեզ։ Եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, առանց խոստովանության չկա թողություն։ Եթե մենք խոստովանենք մեր մեղքերը, այնժամ է նա հավատարիմ, այնժամ է նա արդար։ Հիմա ես ձեզ մի բան կասեմ։ Ես կասեմ այն դանդաղ, որովհետև այն կպատասխանի շատ հարցերի։ Իմ ընկեր բժիշկ, սա նույնպես քեզ համար է։ Եկեղեցում շատերը ընդունում են, որ փրկության պատգամը հոգու փրկության լուրը միակ երկինք տանող միջոցն է։ Այլ կերպ ասած, նրանք ասում են, շատ լավ, ես կընդունեմ փրկության լուրը հոգուս համար, քանզի այն է միակ երկինք տանող ճանապարհը, բայց այդ նույն մարդիկ, դրա համար ես ասացի շատերը եւ ոչ թե բոլորը, եկեղեցու այդ նույն մարդիկ մերժում են մարմնի բժշկությունը, որովհետեւ նրանց համար դա անհասու է։ Դուք լսեցիք դա։ Ես նորից կասեմ դա։ Եկեղեցում կան շատ մարդիկ, որոնք ընդունել են միայն հոգու փրկություն։ Ինչու՞, որովհետև դա է միակ մատչելի միջոցը։ Երկինք տանող ուրիշ միջոց չկա։ Նրանք ասում են շատ լավ, ես ընդունում եմ հոգու փրկության լուրը, որն ապահովված է։ Քանզի թողության շնորհիվ ես կարող եմ ստանալ այն։ Եվ ես ընդունում եմ դա, որովհետև դա է միակ ճանապարհը։ Իսկ երբ գալիս է մարմնի բժշկության լուրը, նրանք մերժում են դա, որովհետև շատ միջոցներ կան բժշկվելու։ Բժշկությունը չի տրվում միայն աստվածային միջոցներով։ Ես կարող եմ ստանալ բժշկություն գնալով բժշկի մոտ, կարող եմ բժշկվել ճիշտ ուտելով, կարող եմ բժշկվել այլ բաներ անելով։ Դա միակ միջոցը չէ, լսեցիք դա։ Քանիս հասկացան դա։ Այդ պատճառով շատերը ժխտում են բժշկության պատգամը ասելով. «Դե ես կարող եմ այլ կերպ էլ բժշկվել»։ Պարտադիր չէ, որ ես հավատամ աստվածային բժշկությանը։ Ես կարող եմ բժշկվել ուղղակի դեղամիջոցներով։ Ես կարող եմ բժշկվել ինչևէ, բայց Էնդրյու Մերին մի շատ հրաշալի բան է ասում իր գրքում։ Նա ասում է, այն մարդիկ, որ իրենց բժշկությունը ստացել են այլ ճանապարհներով, որ չեն ստացել Աստծուց, նրանք բաց են թողել բժշկության օրհնությունը։ Բժշկության օրհնությունը առաջացնում է մտերմություն Քրիստոսի հետ։ Ուրեմն նրանք, ովքեր բժշկություն են ստացել բժիշկներից, որոնց կարիքը մենք ունենք, կամ դեղերից, որը գուցե օգտագործում ենք այս սենյակում նստածներից շատերը, այս դեպքում մենք չենք տալիս փառքը Աստծուն, ոչ էլ վստահում ենք Տիրոջը։ Կարիք էլ չկա դա անելու։ Դուք ասես, դե ես վճարեցի դրա համար, նա չվճարեց դա։ Դրանք իմ դեղերն են, որ ինձ տվել է իմ բժիշկը։ Հիսուսը ոչ մի կապ չունի դրա հետ։ Ուրեմն ինչու պիտի ես գոհանամ նրանից։ Ինչու փառքամ նրան։ Ես շնորհակալություն կհայտեմ իմ բժշկին եւ փառք կտամ իմ բժշկին։
Եվ Հիսուսը դուրս է մնում եւ պատիվը տրվում է մարդուն կամ ինքներդ ձեզ։ Դուք արեցիք դա, դուք այդ բժշկությունը չստացաք Հիսուսից։ Եվ դրա համար փառքը ձեզ է պատկանում։ Լսեցիք թե ինչ ասացի։ Հիսուսն այլևս չի փառաբանվում եւ այլևս չկա օրհնանք։ Նա գրում է. նրանք, որ բժշկություն են ստացել Քրիստոսից դուրս, այլևս չունեն օրհնություն։ Դա հոգևորապես նրանց ոչինչ չի անում։ Ինչու օրհնվեք, եթե դուք բժշկվեցիք դեղերով։ Ես չեմ քարոզում, որ դուք չպիտի օգտագործեք դեղամիջոցներ։ Ոչ էլ ասում եմ, որ լավ է բժիշկ չունենալը։ Ոչ էլ ասում եմ, որ ժխտեք այն պարգևը, որ Տերը դրել է մարդու մեջ։ Բայց նայեք այստեղ։ Կար մի ժամանակ, երբ Իսրայելում չկային բժիշկներ։ Նրանք ստիպված էին հավատալ Աստծուն։ Եվ ահա բարի լուրը, նրանցից ոչ ոք հիվանդ չէր։ Հիմա մենք ունենք բժիշկներ, բայց ամբողջ աշխարհը հիվանդ է։ Ուրեմն ո՞րն է ավելի լավ։ Ո՞րն է ավելի լավ, դե։ Կար ժամանակ, երբ Իսրայելում գոյություն չունեին բժիշկներ, եւ նրանց մեջ հիվանդներ չկային։ Դրա համար նրանք ստիպված էին հավատալու, որ Աստված կբժշկեր իրենց։ Նրանք ուրիշ ընտրություն չունեին։ Եվ այսպես դուք միշտ ցանկանում եք դառնալ այն հին Իսրայելը։ Հիմա խնդրում եմ ճիշտ ըմբռնեք այս պատգամ, որովհետև ես չեմ ուզում, որ որևէ մեկը դուրս գա ասելով, «Ո Բենիհինն ասաց», ոչ։ Դուք ավելի լավ է իմ ասացի ամբողջ միտքն ասեք։ Ես կգերադասեի վստահել Աստծուն, քան մարդուն։ Բայց եթե ես վստահեմ մարդուն, ուրեմն կվստահեմ Աստծուն, որ նրա մեջ է։ Եվ ես կտամ փառքը Տիրոջը նրանց օգտագործելու համար։ Եթե ես պիտի վստահեմ մարդուն, ուրեմն կաղոթեմ, որ Աստված օգտագործի նրանց ձեռքերը, ուղեղը, փորձառությունը եւ գիտությունը, եւ ես ամբողջ փառքը կտամ Հիսուսին։ Բայց այսպես չի մտածում աշխարհը, նրանք այսպես չեն մտածում։ Հիմա բժիշկները հաճախ սխալվում են եւ համաձայնության չեն գալիս մեկը մյուսի հետ։ Աստված երբեք չի սխալվում եւ նա երբեք անհամաձայնության չի գալիս ինքն իր հետ։ Նրա խոսքը այո եւ ամեն է։ Եվ այսպես մի ժամանակ ես խնդրեմ ունեի սրտիս հետ։ Սիտը շատ արագ էր աշխատում։ Ես գնացի բժշկի մոտ, երևի 5, 6 կամ 7 անգամ։ Եվ այն ինչ ցնցեց ու շփոթեցրեց ինձ դա այն էր, որ նրանցից ոչ մեկը համամիտ չէր մյուսին։ Ինձ գցեցին կատարյալ խառնաշփոթի մեջ։ Ես չգիտեի ինչ անել, որովհետև մեկն ասում էր արա սա, իսկ մյուսն ասում էր մի արա դա։ Ես ասում էր արա, նա ասում էր մի արա։ Վերջապես ես ասացի. ժողովուրդ, դուք չգիտեք թե ինչի մասին եք խոսում։ Դուք այնքան եք խառնվել իրար, որ ձեր անձնակազմով արդեն ինձ էլ եք գցել քաոսի մեջ։ Եվ հետո դա այնքան սարսափել էր, երբ ես պարզեցի, որ նրանց տրված դեղերը ավելի մեծ վտանգ էին բերում։ Շատ անգամ ավելի լավ է թողնենք այն, ինչպես որ կա։ Եվ վերջապես բանն այն աստիճան ծայրահեղացավ, որ ես կարծում էի, թե Տերը պիտի սայթակումով հարթեր այդ վիճակը, եւ նա արեց դա։ Դա շատ իմաստուն էր իմ կողմից պարզապես ուտել ճիշտ, աշխատել ճիշտ, անել այն բաները, որ պիտի անենք, եւ մարմինն այդ ժամանակ ինքն իրենով կապակինվի։ Իմ պարագայում դա այդպես եղավ։ Բայց ես այնքան ուրախ եմ, որ չլսեցի այդ բոլոր խորհուրդներին, որ տրվում էին ինձ։ Դրանք կքայքայեն ինձ։ Հիմա Տերը երբեք չի շփոթեցնում ինձ։ Ես երբեք չեմ տեսել, որ նա ինձ տա 2 կամ 3 կարծիքներ եւ այլն։ Նա միշտ ունի նույն խոսքը։ Իսկապես ավելի հեշտ է վստահել Աստծուն, քան վստահել բժիշկներին։ Իսկապես։ Ես սիրում եմ բժիշկներին, ահա հրաշալի մի մարդ, հիանալի բժիշկ, բայց ես նորություն ունեմ ձեզ համար։ Առաջ կգայիր, բայց ես նորություն ունեմ ձեզ համար։ Եկ այստեղ, խնդրում եմ, եկ։ Իսկապես ես ձեզ մի բան ցույց կտամ, որ շատ ու շատ կարևոր է։ Եկ այստեղ, բժիշկ։ Նրա եւ իմ մեջ եղած տարբերությունն այն է, որ նա ունի գիտելիք բժշկության մասին, ես ունեմ գիտելիք խոսքի մասին։ Նա չունի հրեշտակի թևեր, ոչ։ Մի գնա, եկ այստեղ։ Գիտեք, սա իսկապես հոգեբանական է։ Նրա նման բժիշկը, նա հիանալի մի քրիստոնյա է, նա այստեղ է ամեն երկուշաբթի, որ լսի խոսքը։
Ես հարգում եմ նրան, ես նաև հարգում եմ նրան որպես բժիշկ, որովհետև նա օգնում է շատ մարդկանց։ Բայց մենք ի հայտ ենք բերել նրա պատկերը, որը չի նշանակում վստահել իրեն։ Մենք նրան բարձրացրել ենք մի այնպիսի աստիճանի, որ երբ նա խոսում է, մենք մտածում ենք, թե Աստված է խոսում։ Դա այդպես չէ, որովհետև նա կարող է շփոթվել։ Նա միս ու արյուն է։ Նա հրեշտակ չէ։ Նա մահկանացու է։ Եվ նա Աստված չէ։ Հիմա եթե դուք հենց հիմա վերցնեք ձեր գրիչը եւ դուք պրոբլեմ ունեք ու նա ձեզ ասում է գնա եւ վերցրու այսինչ բանը, դուք կգնաք վախով ու դողդոջուն ձեռքերով բռնած այդ թուղթը, որովհետեւ ձեր կյանքը կախված է դրանից եւ եթե դուք բացեք դա, նույնիսկ չեք հասկանա թե ինչ է գրված այնտեղ։ Բայց դուք շարունակում եք հավատալ, որ այս թղթի վրա գրված խզբզոցը կփրկի ձեզ։ Եվ ահա այն ինչ ինձ շփոթեցնում է, որ մարդիկ կարող են հավատալ մի կտոր թղթին, որը գրել է մարդը, որը կարող էր սխալված լինել։ Դուք նույնիսկ չեք կարդում այդ խզբզոցը, դուք չեք կարող հասկանալ այն, որովհետև ձեզ համար դա չիներեն է, ճապոներեն, այն նման է ինչ-որ, և դուք այնքան հավատք ունեք այս ինչևեի մեջ, որ դողալով տանում եք այն դեղատուն։ Եվ զարմանում եք, որ դեղավաճառը կարող է կարդալ դա։ Վաճառասեղանի ետևում կանգնած երիտասարդը կարող է թարգմանել այդ խզբզոցը, և հետո դուք հավատում եք, որ նա հասկացավ դա, և դուք հավատում եք, որ նա կտա ձեզ ճիշտ դեղերը, որոնք ենթադրվում են, որ գրված լինեն այստեղ։ Եվ դուք վերցնում եք այդ փոքրիկ դեղը, տանում տուն ու հավատում եք, որ այն կօգնի ձեզ։ Եթե դուք այդ ամենի կես հավատք մնայիք դեպի Աստծո խոսքը, երբեք չեք հիվանդանա։ Դուք լսեցիք, թե ինչ ասացի։ Ուզում եմ ասել, որ դուք հավատում եք մի փոքր խզբզոցի, որը նույնիսկ չեք հասկանում, բայց դուք դեռ վստահում եք դրան։ Դուք չեք ճանաչում ոչ դեղատանը, ոչ այն երիտասարդին, որն աշխատում է այնտեղ, բայց վստահ եք, որ նա գիտի, թե ինչ է գրված, եւ հավատում եք, որ այդ փոքրիկ շշով դեղը իսկապես կօգնի ձեզ։ Եվ դուք այնքան ուշադիր եք, որ արտանա գիշերվա ժամը 2-ին խմելու հաջորդ դեղը։ Դուք այնքան ուշադիր եք հետևում այն տողերին, որ գրել է մարդը, եւ որը դուք չեք էլ հասկանում։ Իմ Աստված, խնդրում եմ Տեր, խոսիր այս ժողովրդի հետ։ Եթե դուք այդչափ հավատք ունենայիք դեպի Աստծո խոսքը, պատկերացրեք ինչեր կլինեին ձեր հետ։ Կարողանում եմ ես հպվել որևէ մեկին։ Հավատք ունեցեք առ Աստված։ Հավատք մի տածեք մի կտոր թղթին, որը նույնիսկ չգիտեք, թե ինչ է ասում։ Կարծում եմ, որ պարզ եմ խոսում։ Ես հավատում եմ բժիշկներին, ես նույնպես հավատում եմ բժշկության միջոցներին, բայց ես իմ ամբողջ սրտով հավատում եմ Աստծուն։ Հիմա, ինչ օրհնություն։ Որքան ուրախ կլինեիք եւ կլինեք, եթե հասկանաք, որ Աստծո կամքն է փրկել երկուսին, հոգին ու մարմինը։ Որքան ուրախ կլինեիք։ Ուրախ է նա, ուրախ է այն տղամարդը, ուրախ է այն կինը, որ կվստահի Աստծուն երկուսի համար էլ։ Եվ չի ասի, դե ես վստահում եմ նրա փրկությանը, քանզի նա է միակ միջոցը, բայց բժշկություն ես կարող եմ ստանալ այլ ճանապարհներով։ Ուրախ է այն մարդը, որ կվստահի Աստծուն երկուսի համար էլ։ Պարզեք ձերքներդ ու ասեք, Տեր, ես մեկն եմ, ես վստահում եմ քեզ երկուսի համար էլ։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե սկսեք ապրել այդպես, ձեր առողջությունը կծաղկի դեպի առաջ։ Այն պիտի ծաղկի, գիտեք ինչու։ Նա արեց դա։ Նա կանի դա նորից։ Հիմա այստեղ մի բան կա, որը բանալի է, այստեղ է բանալին։
Օ եղբայրներ, մենք հասնում ենք բանալիին։ Մատթեոս 8:13։ Ինչպես որ հավատացիր, թող այնպես էլ լինի քեզ։ Հիմա մենք հասանք սրտին, կենտրոնին, թե ինչու են որոշ մարդիկ ստանում բժշկություն եւ որոշները ոչ։ Ինչպես հավատացի։ Այս խոսքերը պետք է տպագրվեն ձեր հոգիներում։ Մատթեոս 8:13-ը ինչպես որ հավատացի, թող այնպես լինի քեզ։ Դուք ավելի լավ է գցեք այդ հատվածը ձեր Աստվածաշնչում։ Եվ Հիսուսն ասաց հարյուրապետին. գնա եւ ինչպես որ հավատացիր, թող այնպես լինի քեզ։ Եկեք միասին կրկնենք դա։ Ինչպես որ հավատացիր, ասեք դա, թող այնպես լինի քեզ։ Ասեք դա։ Եկեք միասին ասենք. ինչպես որ հավատացիր, թող այնպես լինի քեզ։ Նորից ասեք դա դանդաղ։ Ինչպես որ հավատացիր, թող այնպես լինի քեզ։ Հիմա դա սիրտն է, դա է պատգամը։ Այստեղ Սուրբ Գիրքը ձեր առաջ է բերում Աստծո թագավորության գլխավոր օրենքներից մեկը։ Աստված իր ողջ ողորմությունը տալիս է ոչ միայն համաձայն հավատքի, այլ տալիս է միայն մեր հավատքին համաչափ, եւ նա տալիս է միայն մեր հավատքին համեմատ։ Ես ցույց եմ տալիս ձեզ մարդու հավատքը։ Մենք սխալ ենք հասկացել եւ բաց ենք թողել հավատքի պատգամը։ Որովհետեւ մենք կարծում ենք, թե հավատքը մի բան է, որը ես ստեղծում եմ շարունակ կրկնելով. ես հավատում եմ։ Ոչ, դա հավատք չէ։ Հավատքը ծնվում է Սուրբ Հոգուց։ Դա անհնարին է, որ բացակայի հավատքը, եթե ներկա է Սուրբ Հոգին։ Ինչպես նաև անհնարին է, որ բացակայի աղոթքը, եթե ներկա է Սուրբ Հոգին, որովհետև նա աղոթքի և հավատքի հոգին է։ Հիմա ես ձեզ մի բան կասեմ, եթե դուք այն բաց թողնեք, դա ձեր մեղքն է։ Ինչպես եք դուք իմանում, որ Սուրբ Հոգին ներկա է։ Նա ներկա է, որովհետև ձեր կյանքում առկա է նրա զորությունը։ Դուք կստանաք զորություն, դա խոստմունք է։ Այդ զորությունը ձեզ կտա ուժ աղոթելու, ուժ հավատալու Աստծո խոսքին, ուժ ապրելու լիարժեք քրիստոնեայի կյանքով, ուժ լինելու հաղթող հավատացյալ։ Դուք կունենաք զորություն։ Դուք չպիտի խնդրեք այն կլինի այդտեղ։ Դա անհնարին է ունենալ Սուրբ Հոգուն եւ ձեր կյանքում բացակայի աղոթքը։ Անհնարին է ունենալով Սուրբ Հոգուն ձեր կյանքում բացակայի հավատքը կամ բացակայի հաղթությունը։ Հիմա, եթե ներկա է Սուրբ Հոգին, ուրեմն ներկա է հավատքը։ Ուրեմն հավատքը չի ստեղծվում մտքի ոլորտում։ Հավատքը պարզապես Սուրբ Հոգու բնակության արդյունքն է։ Դա արդյունքն է Հոգու բնակության ու ներկայության։ Ես ձեզ տալիս եմ աստվածաշնչյան ճշմարտություն, ուղղակի Աստվածաշունչ։ Շատերը գրում են հավատքի մասին ուղղակի գիրք վաճառելու համար։ Ես տալիս եմ ձեզ Աստվածաշունչ եւ ես գիրք չեմ վաճառում։ Դու գիտեք, որ ես ճիշտ եմ։ Հիմա ինչպես որ հավատացիր, թող այնպես քեզ լինի։ Քո հավատքին համաչափ թող լինի քեզ։ Այն հավատքը, որ ծնվել է Հոգուց,
եւ որը իր ներկայությամբ պահպանում է քո կյանքը, այդ հավատքի մասին է խոսում Հիսուսը։ Բայց արդեն ձեր գործն է որպես հավատացյալ միաբանվելու, գործակցելու։ Եվ դուք միաբանվում եք, երբ հավատում եք։ Հիմա ինչպես եք դուք հավատում։ Դուք հավատում եք ապրելով այն, գործելով այն։ Աստծո ներկայությունն այդտեղ է, բայց Աստծո ներկայությունը պահանջում է, որ դուք բացեք ձեր բերանը։ Նա ասում է. բացիր բերանդ եւ ես կլցնեմ այն։ Նա տալիս է ձեզ զորություն, բայց դուք պիտի միաբանվեք։ Նրանք խոսում են լեզուներ, որոնք Տերը տվեց։ Այլ կերպ ասած, կա միաբանում, մասնակցում, միասին գործել։ Երբ Աստված սկսեց օգտագործել ինձ, ես հասկացա մի փառավոր բանալու գաղտնիք, որ Աստված չի հրում, նա առաջնորդում է։ Դրա համար ես պիտի միաբանվեմ եւ հետևեմ, ես պիտի քայլեմ նրա հետ, ես պիտի միաբանվեմ Տիրոջ հետ։ Նրա զորությունը չի հոսի իմ միջոցով, մինչև ես չսկսեմ միաբանվել Տիրոջ հետ։ Մեր ծառայություններում ես եմ հոգու հետ եւ երբեմն ես աղոթում եմ, միաբանվում, որ կարողանամ ավելի լավ գործել նրա հետ։ Ուրեմն հավատքը ազատ է արձակում, երբ դուք միաբան եք Տիրոջ հետ։ Որն էլ հենց հավատքի հոգին է։ Հիմա Աստված տվել է խոստմունք, Աստծո զորությունը ներկա էր բժշկելու համար, բայց նա ման էր գալիս մեկին, որի հետ կմիաբանվեր, եւ այսպես նրանք կարծես միացան իրար, Տերը եւ մարդը, դուք լսում եք, Աստծո զորությունը ներկա էր բժշկելու համար, բայց այն բոլոր սադուկեցիներն ու փարիսեցիները չէին գործակցում Աստծո հետ, դրա համար էլ մարդիկ չէին բժշկվում։ Ովքեր միաբանվեցին նրանք, որ այն խեղճ մարդուն տան երթիկից իջեցրին ցած, նա էր, որ միաբանվեց։ Նա էր, որ միաբանվում էր եւ ասեց. «Տար ինձ այնտեղ»։ Եվ հավատքը շարժվեց, եւ հավատքը գործեց, եւ Աստծո զորությունը հպվեց նրա սրտին, ու մարմնին ու բժշկեց նրան այն ժամ, երբ ուրիշները անփոփոխ են։ Ուրեմն ինչ պիտի մենք անենք, միաբանվենք, ասեք դա նորից, ասեք դա նորից։ Ինչպես հավատացիր, այլ կերպ ասած, ինչպես միաբանվեցիր, այնպես էլ քեզ լինի։ Ուրեմն հավատալը դա մտքով չէ, հավատալը գործողությունը, հավատալը դա անելն է։ Հիսուսն արեց երկուսը, գործեց եւ սովորեցրեց։ Անել գործողություն։ Ես ասում եմ մարդկանց, շարժեք ձեր ոտքերը, շարժեք ձեր ձեռքերը։ Դա ազատ է արձակում նրանց հավատքը։ Նրանց հավատքն այնտեղ է, դա պարզապես տալիս է զորություն, դա ազատություն է տալիս գործելու։ Դուք լսեցիք ինչ ասացի։ Ես զգում եմ, կարծես բժշկության ծառայություն է գալիս այս սենյակ։ Հիմա ես անկեղծ եմ ասում, զգում եմ, որ մթնոլորտը փոխվում է այս վայրում։ Ով ճանաչում է ինձ, գիտի, որ այսօր գնալուց առաջ կունենա հրաշքներ։ Աստված տալիս է հավատքին համաչափ։ Հակոբոս առաջին գլուխ 5-8 խոսքեր։ Լսեք սա, այնքան կարևոր է։ Կասկածի աղոթքը, այն աղոթքը, որ ասում է եթե Տիրոջից ոչինչ չի ստանա։ Խնդրեք հավատքով, առանց երկմտելու։ Գիտեք ինչ է ասում այդտեղ։ Գիտեք ինչ է։ Ես ճշմարիտ ասում եմ, որ զգում եմ, թե ինչպես է այս սենյակում կառուցվում հավատք, երբ ես խոսում եմ, որովհետև խոսքը կառուցում է այն ձեր հոգում։ Ես գիտեմ դա։ Հակոբոս առաջին գլուխ խոսք 6-ից։ Միայն թե թող հավատքով խնդրե առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծված եւ տարածված ալիքին։ Այն մարդը թող չկարծե, որ Տերից մի бан կառնե։ Մի խնդրեք նրան ասելով, եթե դուրս հանեք եթե։ Խնդրեք հավատքով։ Մատթեոս 17:19 խոսք։ Օ, սա մի հրաշալի խոսք է։ Մատթեոս 17:19 ինձ մի բան է ասում, որն այնքան հրաշալի է ու այնքան փառավոր։
Եթե միայն դուք ըմբռնեք դա, եթե դուք միայն գրավեք դա, կստանաք այն ամենը, ինչ պատկանում է ձեզ։ Եվ Հիսուսն էլ ասեց նրանց. ձեր թերահավատության համար, որովհետև ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մանանեխի հատի չափ հավատ ունենաք, այս սարին կասեք, փոխադրվիր այստեղից այնտեղ, եւ նա կփոխադրվի եւ ոչինչ։ Ես սիրում եմ այս խոսքերը, եւ ոչինչ անկարելի չի լինի ձեզ համար։ Առաջի Հովհաննես 5:14-15 Եվ սա է այն համարձակությունը, որ ունենք դեպի նրան, թե ինչ որ նրա կամքի պես խնդրում ենք, լսում է մեզ։ Եվ եթե գիտենք, թե լսում է մեզ, ուրեմն գիտենք, որ կստանանք այն, ինչ պատկանում է մեզ։ Հավատք։ Եփեսացիս 2:8 տալիս է ինձ փրկություն։ Գաղաթացիս 3:5 իմ բժշկությունը հավատքի միջով։ Հավատք։ Եփեսացիս 2:8-ն ասում է. հավատքի ձեռովը փրկություն ստացանք, բայց ես սիրում եմ այն, ինչ ասում է Գաղաթացիս 3:5-ում, որտեղ ասում է. Աստված ձեր մեջ հրաշքներ է անում, հավատքով թե գործերով։ Այլ խոսքերով ասած, հավատքով, միայն հավատքով մենք կարող ենք ստանալ բժշկություն։ Ինչպես որ հավատաց, այնպես լինի նրան։ Հակոբոս 5:15 Հավատքով աղոթքը կփրկե հիվանդին, ոչ թե կասկածի աղոթքը կամ հարցատու, այլ հավատքի աղոթքը։ Ուշադրություն դարձրեք հավատքի աղոթքին, Աստված խոստանում է տալ մեզ միայն համաձայն հավատքով աղոթքին։ Հիմա ամեն բան հնարավոր է նրան, ով հավատում է։ Մատթեոս 21:22 ամեն բան։ Ես այնքան պիտի ասեմ, մինչև դուք վերցնեք դա։ Եվ ամեն ինչ, որ աղոթքի մեջ խնդրեք հավատալով, կառնեք։ Ամեն բան։ Ասեք դա։ Նորից ասեք դա։ Նորից ասեք։ Հիմա եթե նա չուզեր ձեր բժշկությունը կասեր, ամեն բան բացի բժշկությունից։ Բայց նա չասաց դա։ Նա ասաց ամեն բան, ինչ էլ որ խնդրեք, ամեն բան կստանաք։ Սիրելի Հիսուս, ես փառք եմ տալիս քեզ սրա համար։ Հիմա Մատթեոս 8:16-ում նա բժշկեց բոլորին։ Մատթեոս 9:35-ում նա բժշկեց բոլորին։ Մատթեոս 12:15-ում նա բժշկեց բոլորին։ Առաքյալները Գործք առաքելոց 5:14-16-ում նա բժշկեց բոլորին։ Բժշկեց բոլորին։ Ասեք բոլորին։ Ասեք ինձ հետ Մատթեոս 8:16-ում նա բժշկեց բոլորին։ Մատթեոս 9:35-ում նա բժշկեց բոլորին։ Մատթեոս 12:15-ում նա բժշկեց ում? Նա բժշկեց բոլորին։ Եվ առաքյալները, Աստվածաշունչն ասում է, որ Աստված օգտագործեց նրանց եւ նա բժշկեց բոլորին առաքյալների միջով։ Դա Գործք առաքելոց 5:14-16-ում է։ Նա բժշկեց բոլորին։ Հիմա ես ասում եմ ձեզ, որ զգում եմ մեծ օծություն եւ պիտի դադարեմ։ Նրանք, ովքեր մարմնով հիվանդ են, կանգնեք հիմա։ Սիրելի Աստված, Սիրելի Աստված, ես այստեղ զգում եմ օծություն։ Նայեք այս լսարանի, եթե դուք հիվանդ եք մարմնով, ապա կանգնեք։ Միայն հիվանդները։ Մի կանգնեք, եթե հիվանդ չեք։ Եթե դուք հիվանդ եք, կանգնեք։ Մի կանգնեք, եթե լավ եք զգում ձեզ։ Հիմա բարձրացրեք ձեռքները դեպի երկինք եւ խնդրեք նրանից բժշկություն։ Դե խնդրեք նրան։ Բոլորին նա բժշկեց։ Նա բժշկեց բոլորին։ Նա բժշկեց բոլորին։ Նա բժշկեց բոլորին։ Նա բժշկեց բոլորին։ Շարունակեք աղոթել։ Շարունակեք աղոթել։ Հավատքով աղոթքը կփրկի հիվանդին։ Հավատքով աղոթքը կփրկի հիվանդին։ Հավատքով աղոթքը կփրկի հիվանդին։